2013-ի ընթացքում Հայաստանի քաղաքացում հորդորում էին հավատալ մի շարք բաների։ Տարին անցավ, վերհիշենք, թե ինչ էին խոստանում մեզ։ Մի հավատացեք, բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ։ Չկա այդպիսի բան, չկա, քանի անգամ կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի բոլորին։ Հակառակը մենք կարող ենք ասել։ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու։ Գոնե մեր մասով։ Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ։ Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալիս ենք, ու հետո գնում մյուսին ասում, ոչ ձեր մոտ ենք գալիս։ Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել։ Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը միանալ Մաքսային միությանը եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ժողովուրդը թող այդ մասով չմտահոգվի, չանհանգստանա, սակագինը ոնց մնացել է, այդպես մնալ է։ Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղևար սահմանելու որոշումը։ Քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ, բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից։ 150 դրամ ուղևարը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որը ցավոք պետք է վճարենք, այլընտրանք պարզապես չունենք։ Բոլոր նրանք, ովքեր կողքի կանգնած խոսում էին, որ ինչ նշանակություն ունի, ճգնաժամ կա թե չէ, թող հիմա դատեն աշխարհի տնտեսության աճի մասին։ Իհարկե ունի նշանակություն, իհարկե ունի, ոնց կարող է չունենալ, այսինքն մեր տնտեսությունը էլ այնքան կայուն ու այնքան մեծ է, որ աշխարհի պրոցեսներից դուրս է։ Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով։ Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7% տնտեսական աճ։ Այս խնդիրը լուծվեց։ Այս տարի էլ նույն խնդիրն է դրված։ 2013 թվականի կատարողականը մեր տնտեսական ծրագրերի բնութագրվում է առաջի հերթին այն հանգամանքով, որ տնտեսական աճի ցուցանիշը աճի տեմպը դանդաղում է նախորդ տարվա հետ համեմատած։ 2011-ի ապրիլի 1-ից ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների Հայաստան-ռուսական գազը շարունակաբար ավելի թանկ է ներմուծվել, քան հայտարարվում էր։ Հայաստանի կառավարությունը դա ոչ միայն գաղտնի է պահել, այլև պարտքեր է կուտակել առանց կառավարության համապատասխան որոշման։ Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու եւ մինչեւ ապրիլի 1 որևիցե փոփոխություն չի լինելու։ Գազի հետ կապված ինչ տարիներ կներեք։ Չունենք, դեռ չունենք, կլինենք քանի օր։ Մինչև տարվա վերջ հույս ունեմ, որ կունենա։ Իսկ բարձրացում կլինի, թե ինչ եք կարծում։ Չեմ կարող ասել դա։ Բնականաբար բանակցությունը գնում է նրա համար, որ չբարձրացնեն, այսինքն ուզում են բարձրացնել, մենք էլ չենք ուզում։ Այդ Գազի գինը չի փոխվել, նույնն է արել։ $180 է գնում սահմանին գազը։ Ինչքան մա բայց պարոն Մովսիսյան։ Գազի գինը չի փոխվել, ասել։ Նույն գինն է, գնում ենք 180 Մնացել է նույն գները։ նույն գներով չենք վաճառում։ $180 սահմանի վրա։ Դա 1 տարով է էլի։ Այո։ Գազի գնի բարձրացման հետ կապված հարցերը սկսվել են 2011 թվականից։
Գազպրոմ ընկերությունը հայտարարեց, որ գազի գները պետք է բարձրացնեն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության համար։ 2011 թվականին մենք կարողացանք բանակցել ռուսական կողմի հետ, որ Հայաստանում գազի գինը շարունակենք վաճառել սահմանի վրա նույն 180 դոլարով, մինչև բանակցությունները կավարտենք եւ բանակցությունների ավարտին արդեն որոշված կլինի, թե ինչ ենք անում։ Պարտքը պետք է ինչ-որ ձևով մարվել։ Այդ պարտքը ոչ թե գոյացել է հայոց գազարդի անշնոր կառավարման արդյունքում, այլ գոյացել է նրանում, որ կառավարությունը փորձել է մեր մասնել Հայաստանի ժողովրդի տնտեսության վիճակը մեր գազի սակագները։ Սրա արդյունքում է, եւ սրա համար պետք է ինչ-որ ձևով վճարել։ Ինչքան, ում գրպանից, պարզ է, կառավարությունն է որոշել, ուրեմն կառավարության գրպանից։ Աշխատավարձի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2013-ի առաջին 11 ամիսների ընթացքում միջին աշխատավարձը աճել է 4.4%-ով, մինչդեռ գնաճի մակարդակը նույն ժամանակահատվածում բարձրացել է 6.1%-ով։ Մայիսին հետպարբերականը հրապարակեց Կիպրոսի ընկերությունների ռեգիստրի դեպարտամենտի պաշտոնական տեղեկանքն այն մասին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իշխանամերձ հոգևորական Նավասարդ Կճոյանը եւ գործարար Աշոտ Սուքիասյանը օֆշորային Lispera Holdings Limited ընկերության բաժնետերեր են։ Նշյալ ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի սրանկացման հետ։ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն ամեն կերպ հերքեցին իրենց կապը Lispera Holdings Limited ընկերության հետ, նշելով, որ իրենց անուններն այդ ընկերության բաժնետերերի ցուցակում հայտնվել են առանց իրենց գիտության եւ թույլտվության։ Հուլիսին Երևանում գտնվող Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը հայտարարեց, որ իր երկրում հնարավոր չէ մարդու անունով ընկերություն գրանցել առանց վերջինի մասնակցության կամ լիազորման։ «2012 նոյեմբերին 2013-ի նախագահական ընտրություններից առաջ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Մեղրիում ազդարարել էր Մեղրիի հեկի շինարարության մեկնարկը։ 2013-ի դեկտեմբերին էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Մեղրիի հեկի կառուցման նախագծերն արդեն վերջացնելու փուլում են եւ 2013-ից արդեն շինարարական աշխատանքները կսկսվեն։ Եվ եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեև իհարկե աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է։